Այսօր ես ձեզ կպատմեմ Գուստավ Կլիմտի մասին։ Գուստավ Կլիմտը շատ հայտնի նկարիչ է։ Նա շատ էր սիրում փյարերներ անել իր նկարի մեջ։ Գուստավ Կլիմտը ավստրիացի է։ Ավստրիացի։ Այո։ Ահա։ Այսօր ես ձեզ մի կարճ հեքիաթ կպատմեմ Գուստավ Կլիմտի ու կատուի մասին։ Հեքիաթը թե իրական պատմություն։ Իրական պատմություն։ Okay, հետո։ Մի օր մի առավոտյան, մի արևոտ օրին Գուստավ Կլիմտը իրան սենյակում նկարելու նստած նկարել էր կարող։ Հա։ Անունը Քիս էր։ Հետո։ Իսկ հայերեն թարգմանում է համբույր։ Հետո։ Այդ Համբույրներ օրը նկարում։ այո։ Ահա։ Գուստավ Կլիմտը նկարում էր։ Գնաց նա վերջի թացեր բերի։ Վերջին թաչեր, վերջին։ Ահա, գնաց։ Բաներ բերի, որ ավելացնի նրան նկարի։ Ահա։ Երբ հետ եկավ նրան նկարը սաղ ամբողջությամբ տարածվել էր ոսկեգույնով։ Նա սած ղայնացավ, ասեց իր հայրիկին, քուրիկին, ապերին, բայց բոլորը ասեցին ոչ։ Նա սած ղայնացավ։ Ինչ ասեց ու ինչին ասեցին ոչ։ Ասեցին ոչ, որ նրանք չէին փչացրել նրան նկարը։ Հա։ Սա ձղայնացավ, գնաց իր սենյակ։ Հենց տեսավ կատուին, մի բան մտածեց։ Հասկացավ, որ կատուն էր արել։ Եվ դա իսկականից կատուն էր արել։ Կատուն այսքան ոսկեգույն ջրաներկ էր արել նկարին, բայց հետո հենց մի քիչ ավելի մոտիկնեց, ավելի էր սիրունացել։ Նկարը դարել էր շատ լավ նկար։ Ոսկեզոծ։ Դարել էր ոսկեզոծ։ Շատ սիրուն նկար էր դարել։ Իսկ դու գիտես, որ մենք ունենք Գուստավ Կլիմտի համբույրի Գուստավ Կլիմտը գրավյուրան, գիտես? Գուստավ Կլիմտը ուրախացավ։ Հետո։ Եւ հետո կարճ հեքիաթը։ Արի գնանք ցույց տամ քեզ գրավյուրան Կլիմտի, արի։ Գնա։ Լույսը վարի։ Բարի։ Տես։ Տեսա։ Գիտես, ասի մենք երուհիներն են նվիրել ինձ։